հետ են Մարիա եւ Սուրենը եւ մենք գտնվում ենք Կրաբիում։ Եթե նոր եք միանում ես, մենք full time ճամփորդող զույգ ենք։ Արդեն 3 տարի է ճամփորդում ենք երկրից երկիր։ Ապրում եւ բացահայտում տարբեր մշակույթներ։ Թայլանդը մեր սիրելի երկրների ցանկում է։ Միացեք մեր արկածների YouTube-յան ալիքում եւ Instagram-յան էջում։ Այս վլոգում ձեզ կներկայացնենք Կրաբիի անանք քաղաքը իր գեղեցիկ լողափերով, ինչպիսին է Ռեյլեյը, Տոնսայը, ինչպես նաև Փանգնյա թաքնված քաղաքը, որտեղ միայն տեղացիներն են, եւ Թայլանդի ամենագեղեցիկ տեսարանը։ Նավը մեզ բերեց Կրաբի, այստեղ կան բազմաթիվ այսպես տաքսիներ, որոնք մեզ տանելու են դեպի Անանք Բիչ, մեր տոմսը ներառում էր երկու տրանսպորտային միջոցներ։ Փորձելու ենք թայլանդական գյոզա, այսպես բաներ իր մեջ կամ միս է լինում, կամ բանջարեղեն է լինում, հետո այսպես ծեծի մեջ տապակում են իրան արագ, այդպես խմորի տեսքով է։ Օրը բարի Անանք Բիչից եկել ենք տոմս արկղ, գնացինք տոմսերը դեպի Ռեյլեյ 400 բաթ գնալով եւ գալով 2 անձը։ Հիմա սպասելու ենք այս մարդը շատ տարածքում մեր նավին, ինչպես տեսնում եք Կրաբին, ինչպես տիպին, շատ մարդ կա։ Էսի հետադարձի տոմս։ Ռեյլեյից ճանապարհ կա դեպի այս կողմ, դեպի Տոնսայ լողափ։ Ճանապարհը այսպեսին է։
Այնքան էլ ճիշտ մեր ավելի ճիշտ է մեր բունգալոից ինչ սիրուն տեսարան է բացվում այսպես էլի բունգալոներ կան այնտեղ Եկել ենք Դինգ Դանգ Դոյի դիտարան տեսնելու կրաբին հերվից տանջվելով բարձրացան 20 րոպեում էլ տեսարան նայեք Հո, մենք մոռացել էինք ռում տուր անել կրաբի մեր բնակարանը եւ ահա այն այսպիսի փոքրիկ գեղեցիկ բունգալո ունենք հենց համար մեկն է այստեղ կանգնում էր մեր բայկը բայց այն հանձնել ենք արդեն այստեղ մեր փոքրիկ հանգստանալու հատվածն է սրճելու sense unique cute պուճուրիկ բունգալոներ են հիասքանչ տեսարանով այստեղ գեղեցկու հիմարիան է մեր իրերը արդեն պատրաստվում են գնալ մի խոսքով շատ հարմար է եւ մոտիկ ամեն ինչին Բարի Լուիս բաս սթեյշնից, ավեշուտ ավտոկանգարից մենք գնում ենք Փանգնյա այո, գնալու ենք այստեղից մեկ տեսարանը նայեք, սպասում ենք մեր ավտոբուսին, որը կտանի մեզ Փանգնյա, իսկ հետո հյուրանոց Դե ինչ, Փանգնա ուղղությունը կլինի այսպիսի մինիվենով այս կանգարում կանգ էինք արել որպեսի սնվենք, ուշ հավաքենք և ճանապարհ ընկնենք, այնտեղ մեր սուրճն ենք պատրաստում։ Հյուրանոց ենք ամրագրել ու մի հատ տեսեք ինչ է մեզ սպասվում էստեղ, սա մեր անկողին ու էստեղ ենք։ Մի հատ տեսարանը, ձիուկները, ծաղիկները, 3 գիշեր մնալու ենք էստեղ մենք նստելու տեղն է։ Սրանից սիրուն է։ Արմենը ատքին է տես։ Oh my։ Մենք լավ կասկեքով։ Մի խոսքով մի հատ հրաշքում է։ Այսպես եկել ենք մասաժի, իհարկե էլ ինչ Թայլանդ, առանց մասաժ, գնացինք։ Տեսար ոնց կերա։ Բայց այդ պատկասն ինչ ծաղալի է Սուրենի ու ձիու հարաբերությունն է։ Սուրենը չի պատկերացնում ձիերի հետ կապը ու վախենում է, որ ինքը մեզ կկծի։ Բայց ինքը խելոք ուտում է։ Կաֆե ամազուն սուրճ խմելու, բայց միապես տեսարանը ճիշտ է անձրևային է ոնց որ եղանակը չփաճելի է
Եկել ենք Samshen Նգաշեմի point դիտակետ, տոմսերը գնեցինք, որը տանելու է մեզ սրճարանը դեպի, ոչ թե հիմնական viewpoint-ը, սա մեր շաթը, այ, մի հատ էստեղ դուք նայեք, Առավոտը եկել ենք վերջապես մեր բիստրոյում սուրճ խմելու, Լեո, Ճանապարհին տեսանք այս հիասքանչ տեսարանը Սուրենն ա գտել էստեղը, մի հատ նայեք, ես ճգնալությունը, ես չեմ հավատում, որ Սուրենը ինքնուրույն գտել է էստեղը, ինչ-որ մեկը հուշել է քեզ։ Իսկ իրականում որոշեցինք վաղը գամ, որ տեսնենք իսկ երեքությունը, որտեղ ջուրը իրականում պետք է կապույտ լիներ արևելուց, կարևը վաղուց չկասեցնել է ես։ Եկավ մեր նախաճաշը մի հատ էստեղ նայեք այս համովությունների ու այս հիասքանչ տեսարանը, այո մեր իդեպ ամբողջ հյուրանոցի գործերը ինքն է անում, իհարկե թիմ կա աշխատող, բայց ինքն է գլխավորն, այստեղ կարելի ասել։ Եկել ենք Լեոյին հյուր, Լեո, մի քիչ առանց իմ գիրկներ, հիմա Սուրենի թևերն է գծում։ Դեպքի որ նայեք ասես ինքը չի եղել է։
ժամանակը լքելու այս հրաշքը մենք հայ մենք արդեն դրել ենք մեր պայսակները սուրանը դրել այստեղ չէ հետևը կնստում Միացեք մեր YouTube-յան ալիքին եւ Instagram-յան էջին մեր արկածները բաց չթողնելու համար։